Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը խաչվերացի տոնի նախօրեին օրհնեց եւ ապա սրբալույս մյուրոնով օծեց Գոշավանքի համալիրի Սուրբ Աստվածածին եկեղեցու գմբեթի խաչը։ Հայոց օրենսգետ իրավաբան Վարդապետի անունը կրող եկեղեցին նորոգված վեղարով պսակվեց տիրոջ նշանով։ Մենք կոչված ենք բոլոր միջոցներով, հնարավոր բոլոր տարբերակներով այս համալիրը կյանքի կոչելու, վերականգնելու, վերանորոգելու, իր բարձրագույն տեսքին բերելու, թե ֆիզիկապես եւ թե հոգեվոր առումով։ Սուրբ խաչի զետեղումը հենց այսօր խաչվերացի նախատոնակին, մեր տաղավար մեծ տոնի նախատոնակին նաեւ մեզ ինչ որ իմաստով մղում է այն մեծ հույսին, որ մենք լծված ենք մի առաքելության, որը վերջ չունի, սպառում չունի եւ այդ առաքելությունը գոնե մեր թեմի տարածքին, Տավուշի տա հույսի, ինչպես ասում ենք մենք, թեմի տարածքին լինի մեր ժողովրդին հոգեպես, հոգևոր իմաստով Աստծուն տանելու, Աստծուն թարգմանելու մեծ ճշմարտություն եւ իրականություն։ Գոշավանքը միջնադարյան կրոնական կրթական մշակութային խոշոր կենտրոններից է 1188 թվականին հիմնադրել է Մխիթար Գոշը։ Այդտեղ փոխադրել երկրաշարժից ավերված Գետիկ վանքի միաբանությունը։ 1191-96 թվականներին Գոշը կառուցել է վանքի գլխավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Մեծ գիտնականը հետագայում կառուցել է վանքի մյուս եկեղեցիներն ու մատուռները, իսկ հարավային բլրակի գագաթին Սուրբ Համբարձման մատուռ դամբարանը, որտեղ եւ թաղվել է 1213 թվականին։ Մխիթար Գոշին դասել են հայոց եռամեծ վարդապետների շարքը, մեծարել իմաստունին վայել պատվանուններով։ Գոշավանքի վանական համալիրի նորոգումը սկսվել է 2008 թվականին Մխիթար Գոշի դամբարանի վերականգնման աշխատանքներից։ Ծրագիրն սկսել է Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, նրա ջանքերով ստեղծվել է նաև վերականգնման հիմնադրամ։ Ճարտարապետ ամուսիններ Մերի Դանիելյանը եւ Էդուարդ Գրիգորյանը կատարել են նախագծային աշխատանքները։ Միջնադարյան հայ մեծ օրենսգետի դամբարանի վերականգնումը գրեթե ավարտվել է։ Բարեբախտաբար սկսվել է ժամանակին, որովհետեւ արդեն անհետանում էր։ Սուրբ Աստվածածին եկեղեցին եւ Գավիթը շատ վատ վիճակում են, ճիշտ է 1960-ի վերջերին եւ 70-ի սկզբներին վերականգնողական աշխատանքներ կատարվել էին, սակայն հասցրել էր այդ քարի թույլ լինելը, շաղախի վատով որակը, ցեմենտով էր արված եւ այլն եւ սկսել էր ծածկերը քայքայվել։ Ծածկասալերը, որ խնամված պահպանված չէին, անցքերի միջով ջուրը թափանցում էր ներս ու վնասում էր ներսի քարերին արդեն։ Հիմա փառք Աստծո վեղարի աշխատանքները ավարտել ենք, անվտանգ է ամբողջությամբ գմբեթը, շարունակել ենք հաջորդ տարիներին կատարել ծածկասալերի նոր տաշուշար, ամբողջությամբ լանջերը։ Գոշավանքի վերականգնման աշխատանքների պատվիրատուն մշակույթի նախարարությունն է, Մայրաթորի ճարտարապետներից Մերի Դանիելյանը եւ Հանգուցյալ ամուսինը նախագծել եւ ավարտել են նաեւ Վարագավանքի Սուրբ Աստվածածին եկեղեցու նորոգումը։ Պատվիրատուն կրկին մշակույթի նախարարությունն էր։ Այս տարի մի քիչ դանդաղեցվեցին գուցե եւ ֆինանսական խնդիրների պատճառով, բայց կարծում եմ, որ դա էլ կարվի եւ կավարտվի եւ Տավուշի համայնքը, Տավուշի մարզը կունենա Հաղարծին, Գոշավանք, Վարագավանք մեծ համալիրները գուցե ամբողջական վերականգնված։ Գոշավանքի շրջակա համայնքը երկու բնակավայրից է բաղկացած, վերին եւ ներքին Գոշ գյուղերն են, միասին 1200 բնակիչ ունեն։ Տավուշեցիք հատուկ վերաբերմունք ունեն եկեղեցական տոների նկատմամբ։ Այստեղ հատկապես մեծ շուքով նշում են Վարդավառը։ Իդեպ դրա համար առանցին օր ունեն հուլիսի 20-ից հետո առաջին կիրակին։ Միջնադարյան վանքը կարևոր նշանակություն ունի համայնքի համար թե հոգևոր, թե տնտեսական իմաստներով։ Հատկապես ամառվա շրջանում գյուղի բնակիչներն օգտվում են զբոսաշրջիկների առատաձեռնությունից, վաճառելով իրենց այգիների, դաշտերի բերքն ու բույսը, նաև ձեռքի աշխատանքը։ Միշտ էլ մշտական հոգևոր ուղի ունեցել ենք եկեղեցին։ Կարիքը կա, իհարկե, կա, որովհետև մեր ժողովուրդը միշտ միջոցառումներից միշտ զերծ է եղել, ամեն միջոցառում կնունք, ծնունք, հարսանիք շատ քիչ են արել եկեղեցով, բայց հիմա կամաց աշխատում ենք ամեն ինչը տեղին անել, կնունքները, հարսանիքը բոլորը եկեղեցով անել։ Մյուս տարի կձեռնարկվի նաև վանքի գավթի վերականգնումը։ Հերմինե Հակոբյան, Վրամ Խանամիրյան, եկեղեցական կյանք։